Բարև ձեզ հարգելի ունկնդիրներ, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ օրգանական նյութերի շարքին պատկանող ածխաջրեր թեման։ Ածխաջրերը դրանք շատ կարևոր նյութեր են բնության մեջ և որպես կանոն հանդիսանում են անօրգանական և օրգանական նյութերի միջև կամուրջ։ Ածխաջրերը դրանք այն օրգանական նյութերն են, որոնք հանդիսանում են մեր օրգանիզմի էներգետիկ աղբյուրը, առաջին էներգետիկ աղբյուրը և մեր օրգանիզմում կազմում են 1%։ Իհարկե մկաններում և լյարդում սրանց քանակը կարող է հասնել մինչև 5%։ Ածխաջրերը իրենց անունը ստացել են ելնելով այն սկզբունքից, որ 1 մոլ ածխածնին բաժին է ընկնում 1 մոլ ջուր։ Իհարկե պետք է նշեմ, որ մոնոսախարիդների դեպքում N-ի քանակը հավասար է M-ին, իսկ օլիգո և պոլիսախարիդների դեպքում N-ը մեծ է M-ից։ Մենք տարբերում ենք խառը բիոպոլիմերներ, որոնց թվին են պատկանում պրոտեոգլիկանները, գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։ Ինչպես նաև ըստ կարբոնիլային խմբի կարող ենք առանձնացնել ալդոզներ և կետոզներ։ Ալդոզները իրենց կառուցվածքի մեջ պարունակում են ալդեհիդային խումբ, որից էլ իրենց անվանումը ստացել են ալդոզներ, և սրանց շարքին են պատկանում ռիբոզը, գլյուկոզը և գալակտոզը։ Կետոզները իրենց կառուցվածքում պարունակում են կետոնային խումբ և այստեղից էլ ստացել են իրենց անվանումը ռիբուլոզ և ֆրուկտոզ։ Հաջորդը ուրեմն ածխաջրերը կարող ենք մենք բաժանել ըստ իրենց մոնոմերների քանակի, պարզ ածխաջրեր մոնոսախարիդներ կամ միաշաքարներ, օլիգոսախարիդներ 2-ից 20 մոնոմեր պարունակող, ինչպես նաև պոլիսախարիդներ, որոնք բարդ ածխաջրերն են և այլ կերպ նաև անվանում ենք բազմաշաքարներ։ Խոսենք սրանցից յուրաքանչյուրի մասին։ Ըստ շղթայում ածխածնի ատոմների թվի մոնոսախարիդները բաժանվում են դիոզներ, որոնց վառ օրինակն են գլիկոալդեհիդները։ Սրանք որպես կանոն մտնում են սրանց ածանցյալները որպես կանոն մտնում են գլիցին ամինաթթվի բաղադրության մեջ և նախադրյալ են հանդիսանում գլիցինի սինթեզի ժամանակ։ Տրիոզները, որոնք ինչպես նկատեցիք բանաձևը C3H6O3 պարունակում են 3 ատոմ ածխածին, սրանց վառ օրինակն է գլիցերալդեհիդը և մտնում են ներբջջային շնչառության, մասնակցում են ներբջջային շնչառությանը։ Հաջորդը տետրոզներն են, որի վառ օրինակը էրիթրոզն է, պարունակելով ածխածնի 4 ատոմ, և էրիթրոզը իրենից ներկայացնում է միջանկյալ նյութ ֆոտոսինթեզի ընթացքում։ Հաջորդ շատ կարևոր խումբ է հանդիսանում պենտոզը։ Պենտոզները 5 անդամանի ածխաջրերն են, մոնոսախարիդներն են, որոնց շարքին են պատկանում քսիլոզը, ռիբուլոզը, ռիբոզը և դեզօքսիռիբոզը։ Եվ իհարկե հեքսոզները, որոնք ամենատարածվածներն են, պարունակում են ածխածնի 6 ատոմ և սրանց մեջ մտնում է գլյուկոզը, ֆրուկտոզը, գալակտոզը, մանոզը, ալոզը և տալոզը։ Քննարկենք սրանցից յուրաքանչյուրը։ Ինչպես նշեցինք, պենտոզները դրանք 5 անդամանի ածխաջրերն են, մոնոսախարիդներն են, և սրանց շարքին են պատկանում քսիլոզը։ Քսիլոզը, ինչպես նկատեցինք, ալդոզների շարքին պատկանող մոնոսախարիդ է, մտնում է բնափայտի կառուցվածքի մեջ, ինչպես նաև մտնում է ուրեմն բույսերի սաղմի բաղադրության մեջ։ Այն կարող ենք օգտագործել որպես կիտրոնանյութի փոխարինիչ, ինչպես նաև պետք է նշել, որ քսիլոզը սովորական տիպի խմորիչներով չի խմորվում։ Հաջորդը ռիբուլոզն է, որը, ինչպես նկատեցիք, կետոզների շարքին պատկանող մոնոսախարիդ է, այն մտնում է ռիբուլոզա բիֆոսֆատ կարբոքսիլազ ֆերմենտի բաղադրության մեջ և որպես կանոն, քանի որ գտնվում է քլորոպլաստների ստրոմայում որպես ֆերմենտ, կարող է ուրեմն մասնակցել ածխաթթու գազի կապմանը։ Հաջորդը ռիբոզն է, որը, ինչպես նկատեցիք, ալդոզ է։ Ռիբոզը մտնում է ՌՆԹ-ի բաղադրության մեջ, ՌՆԹ-ի նուկլեոտիդները, ինչպես գիտեք, կազմված են ազոտական հիմքից, 5 անդամանի պենտոզ ռիբոզից, ինչպես նաև ֆոսֆորական թթվի մնացորդից։ Ռիբոզները նաև մտնում են AF-ի բաղադրության մեջ, իսկ AF-ը ի տարբերություն ՌՆԹ-ի նուկլեոտիդի պարունակում է 3 ֆոսֆորական թթվի մնացորդ։ Հետագայում մենք ավելի խորը կանդրադառնանք AF-ի և ՌՆԹ-ի կառուցվածքին, իսկ հիմա անցնենք ռիբոզի ուրեմն ածանցյալ հանդիսացող դեզօքսիռիբոզ մոնոսախարիդին, որը նույնպես ալդոզ է և մտնում է ԴՆԹ-ի նուկլեոտիդի բաղադրության մեջ։
Հաջորդը հեքսոզներն են, որոնք, ինչպես նշեցինք, ամենատարածված խումբն են հանդիսանում մոնոսախարիդների, և հեքսոզների շարքին են պատկանում գլյուկոզը, ֆրուկտոզը, գալակտոզը, ինչպես նաև ուրեմն գլյուկոզի ածանցյալը, մանոզը, ալոզը և այլն։ Հիմա փորձենք սրանցից յուրաքանչյուրը ուրեմն նկարագրել։ Գլյուկոզը իրենից ներկայացնում է ալդոզ, մտնում է խաղողահյութի բաղադրության մեջ և ինչպես նաև առկա է մեղրի բաղադրության մեջ։ Այն բյուրեղանում է մեղրից և ուրեմն գլյուկոզի քանակը կարող է կտրուկ մեծանալ, ուրեմն ավելանալ գորտի արյան մեջ, երբ պայմանները բավականին ցրտաշունչ են և պետք է գորտը կարողանա դիմակայել գերսաղեցմանը։ Հաջորդը մանոզը, որը իրենից ներկայացնում է գլյուկոզի էպիմեր, ազոտ պարունակողները, սրանց ազոտ պարունակող տեսակները մասնակցում են իմունոգլոբուլինի գործառույթի կարգավորմանը, իսկ մենք գիտենք, որ իմունոգլոբուլինը իրենից ներկայացնում է պաշտպանական գործառույթ կատարող սպիտակուց։ Սրանց բնածին խանգարումները բերում են որպես կանոն աուտոիմուն հիվանդությունների առաջացմանը և բավականին շատ է այս նյութը ցիտրուսային բույսերի բաղադրության մեջ։ Մյուս գլյուկոզի էպիմերը ալոզն է և այն մտնում է դարչինի, ինչպես նաև պրոտեա բույսի բաղադրության մեջ։ Հաջորդը գալակտոզն է, որը իրենից ներկայացնում է ալդոզ տիպի մոնոսախարիդ և այն գլյուկոզի իզոմերն է հանդիսանում, այն մտնում է կրծքի կաթի բաղադրության մեջ, ինչպես նաև կարմիր ջրիմուռների բաղադրության մեջ։ Նշեմ, որ մեր օրգանիզմում կան ֆերմենտներ, որոնք օգնում են գալակտոզի յուրացմանը, և այս ֆերմենտների սինթեզի բացակայության արդյունքում կարող է ի հայտ գալ գալակտոզեմիա հիվանդությունը, որը ուղեկցվում է գլխուղեղի ախտահարմամբ, կատարակտով, լյարդի ախտահարմամբ, ինչպես նաև երիկամային անբավարարությամբ։ Ավելացնեմ նաև, որ գալակտոզեմիա հիվանդությունը հանդիսանում է ռեցեսիվ աուտոսոմային մուտացիայի արդյունքում առաջացած հիվանդություն և ուրեմն բավականին հազվադեպ տիպի հիվանդություն է, սակայն առկա է և այս ուրեմն ֆերմենտի բացակայությունը կարող է բերել ուրեմն նման հետևանքների, առաջացնելով գալակտոզեմիա հիվանդությունը։ Հաջորդը տալոզն է և այն ուրեմն պիրիդինի հետ տաքացնելիս առաջացնում է լորձանման այսպես միացություն։ Մյուս իզոմերը գլյուկոզի ֆրուկտոզն է, որը ինչպես նկատեցինք կետոզ է, իրենից ներկայացնում է կետոզ, այն մտնում է մեղրի բաղադրության մեջ, խնձորի, սալորի, ինչպես նաև տանձի բաղադրության մեջ։ Նշեմ նաև, որ ֆրուկտոզի մի մասը կարող է վերածվել գլյուկոզի լյարդու և քանի որ ավելի թույլ զգայուն է ինսուլինի հանդեպ, որպես կանոն առանց ինսուլինի մասնակցության ֆրուկտոզը մտնում է հյուսվածքներ։ Եվ դա է պատճառը, որ շատ հաճախ շաքարային դիաբետ ունեցող մարդկանց գլյուկոզը փոխարինում են ֆրուկտոզով։ Հաջորդ ածխաջուրը մոնոսախարիդը կետոզների շարքին պատկանող սորբոզն է, որը մտնում է վարդահսկիների պտուղների բաղադրության մեջ, ինչպես նաև մասնակցում է վիտամին C-ի սինթեզին։ Անցնենք առաջ, մյուսը օլիգոսախարիդներն են, որոնք ինչպես նկատեցիք, մոնո և պոլիսախարիդների միջանկյալ տիպի նյութերն են։ Սրանք իրենց հերթին բաժանվում են դիսախարիդների, տրիսախարիդների և այլն։ Հիմա ներկայացնեմ սրանցից շատ տարածված դիսախարիդների օրինակները, որոնցից են մալտոզը, այն ասեմ, որ մեր մարսողական ուղիներում առաջանում է օսլայի և գլիկոգենի քայքայման արդյունքում, կազմված է 2 մոլ գլյուկոզից և մտնում է նեկտարի և լոլիկի բաղադրության մեջ։ Մյուս շատ տարածված օլիգոսախարիդը սախարոզն է, որը ուրեմն իրենից ներկայացնում է 1 մոլ գլյուկոզ և 1 մոլ ֆրուկտոզ, մտնում է շաքարի ճակնդեղի բաղադրության մեջ, ինչպես նաև շաքարեղեգի բաղադրության մեջ։ Մյուսը լակտոզն է, որը կազմված է 1 մոլ գլյուկոզից և 1 մոլ գալակտոզից, այն մտնում է կաթի բաղադրության մեջ։ Անցնենք պոլիսախարիդներին, նշեմ, որ պոլիսախարիդները բարձրամոլեկուլյար միացություններ են և որպես կանոն բաժանում ենք հոմոգլիկանների և հետերոգլիկանների։ Հոմոգլիկանները դա մեզ շատ հայտնի պարբերական տիպի ածխաջրերն են, որոնց մոնոմերները նույն տիպի ուրեմն մոնոսախարիդներն են հանդիսանում։ Դրանց շարքին են պատկանում օրինակ թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը։ Սրանցից յուրաքանչյուրին անդրադառնանք առանձին։ Օրինակ թաղանթանյութը կամ ինչպես
անվանում ենք ցելյուլյոզը, որը կազմված է բետա գլյուկոզներից, այն իրենից ներկայացնում է սպիտակ պինկ տիպի ուրեմն չլուծվող ջրում չլուծվող նյութ եւ այն չի քայքայվում մինչեւ 200 աստիճան Ցելսիուսը։ Մտնում է բարձրակարգ բույսերի բջջաթաղանթի կառուցվածքի մեջ, բայց նշեմ, որ արտաքին թաղանթն է կազմում եւ այն ուրեմն ինչպես տեսնում եք ցելյուլոզային միկրոֆիբրիլների ձևով դասավորված է պեկտինի, ինչպես նաեւ սպիտակուցների եւ հեմիցելյուլոզի արանքում։ Նշեմ, որ ցելյուլոզը որպես կանոն մեր օրգանիզմում չի յուրացվում, բայց կան որոշ օրգանիզմներ, կաթնասուններ, ինչպես նաև ուրեմն միջատներ, որոնց օրգանիզմում, օրինակ ներկայացնենք ընձուղտի օրգանիզմում, դրանք գիտեք բացառապես խոտակեր ուրեմն կենդանիներ են, եւ նրանց օրգանիզմում գոյություն ունեն հատուկ ֆակուլտատիվ անաերոբ տիպի բակտերիաներ, որոնք սիմբիոտ տիպի են, սիմբիոզի մեջ են մտնում օրգանիզմի հետ, եւ այս բակտերիաները արտադրում են հատուկ ֆերմենտներ, որոնք յուրացնում են ցելյուլյոզը։ Ինչպես նաև տերմիտների օրգանիզմում նույնպես կա այս ֆերմենտը, որը թույլ է տալիս, որպեսզի ուրեմն ցելյուլյոզը տերմիտները կարողանան յուրացնել։ Թաղանթանյութը արտադրության մեջ տեքստիլային թելերի արտադրման ժամանակ է օգտագործվում եւ անցնենք հաջորդին, ուրեմն օսլային, որը իրենից ներկայացնում է ավելի ճյուղավորված տեսք ունեցող ուրեմն պոլիսախարիդ, այն ի տարբերություն ցելյուլոզի, որը գծային տեսք ունի, ավելի ճյուղավորված տեսք ունի եւ օսլան կազմված է ալֆա տիպի գլյուկոզներից եւ իր կառուցվածքում տարբերում ենք 15-ից 20% հիմնականում ամիլոզներ եւ ամիլոպեկտիններ 80-ից 85%։ Նշեմ, որ օսլան իհարկե մեր օրգանիզմի կողմից քայքայվում է, յուրացվում, սակայն երբ օսլայում գերակշռում է ամիլոզների քանակը, այդ տիպի նյութերը որպես կանոն մեր օրգանիզմում ավելի վատ են յուրացվում։ Նշեմ, որ բավականին մեծ քանակություն 75% պարունակում է օսլա բրինձը, ավելի քիչ եգիպտացորեն է 70%, ցորենի հասկը պարունակում է 64%, իսկ կարտոֆիլը միայն 24% օսլա։ Հաջորդը գլիկոգենն է, որը իրենից ներկայացնում է կենդանական օսլա, փոխաբերական իմաստով, այն նույնպես կազմված է ալֆա տիպի գլյուկոզներից եւ սա ավելի բարդ ճյուղավորված կառուցվածք ունի ի տարբերություն օսլայի։ Ինչպես գիտենք, գլիկոգենը պաշարվում է յարդում եւ մեր մկաններում եւ հանդիսանում է պահուստային նյութ հետագայում ճեղքվելու համար, որպեսզի առաջացնի գլյուկոզ եւ էներգիայով ապահովի մեր օրգանիզմը։ Անցնենք առաջ, մյուսը ինուլինն է, որ իրենից ներկայացնում է արդեն էլի հոմոգլիկանների շարքին պատկանող պոլիսախարիդ, բայց այստեղ մոնոսախարիդը ֆրուկտոզն է։ Իհարկե քիչ քանակությամբ նաև գլյուկոզ է պարունակում եւ մտնում է մեր շատ հայտնի ցիկորի տիպի բույսի ուրեմն բաղադրության մեջ։ Ինուլինը նաև մտնում է սոխի, սխտորի, կոճապղպեղի բաղադրության մեջ։ Հաջորդը խիտինն է եւ ներկայացնեմ, որ խիտինը ունի ոչ միայն կառուցողական տիպի գործառույթ, մանանի հետ մտնելով սնկերի բջջապատի բաղադրության մեջ, այլ նաև կարող է ունենալ պաշարային գործառույթ մտնելով խեցգետնակերպերի խեցու բաղադրության մեջ, ինչպես նաև կարծրաթևավորների կարծր թևերի բաղադրության մեջ։ Պեկտինը նույնպես հոմոգլիկանների շարքին պատկանող պոլիսախարիդ է եւ բոլոր բարձրակարգ բույսերի ոչ բնափայտային հատվածներում է հանդես գալիս։ Մրգերի բաղադրության մեջ այն ապահովում է տուրգորը, բարձրացնում բույսերի երաշտի հանդեպ կայունությունը։ Մյուս շատ կարևոր արդեն հետերոգլիկանների շարքին պատկանող ուրեմն պոլիսախարիդներից է հեպարինը, որը իր կառուցվածքի մեջ պարունակում է սպիտակուցային այսպես կեղև, որին ամրացած է ինչպես նաև սերինի մնացորդ եւ շաքարային կամուրջ, որտեղ մենք տեսնում ենք քսիլոզը եւ 2 մոլեկուլ գալակտոզը։ Այն ասեմ, որ խոչընդոտում է արյան մակարդմանը, ինչպես նաև սինթեզվում է յարդում։ Հետերոգլիկանների շարքին են պատկանում նաև հիալուրոնաթթուն, որը մտնում է մեր բուն մաշկի բաղադրության մեջ, ինչպես նաև հետերոգլիկաններից է մուրեինը, որը մտնում է բակտերիաների լորձի բաղադրության մեջ։ Իհարկե, բակտերիաների մասին խոսելուց պետք է նշեմ նաև դեքստրան տիպի ածխաջրերի մասին, թեպետ սա
հոմոգլիկանների շարքին պատկանող ուրեմն պոլիսախարիդ է, այս ուրեմն դեքստրանները պատճառ են հանդիսանում մեր ատամների նստվածքների առաջացմանը, քանի որ մեր բերանի խողոչում ապրող բակտերիաները արտադրում են դեքստրան տիպի ածխաջրեր եւ սրանք էլ ուրեմն ախտահարում են ատամները, առաջացնելով նստվածքներ։ Եթե ամփոփենք այս ամենը, ներկայացնելով յուրաքանչյուր մոնոսախարիդի, պոլիսախարիդների եւ օլիգոսախարիդների կառուցվածքը, ինչպես նաեւ դրանց գործառույթը, ապա մենք կտեսնենք, որ ածխաջրերի գործառույթները կարող ենք բաժանել հետեւյալ տիպերին. կառուցողական, որոնց շարքին են պատկանում ցելյուլոզը մտնում է բույսական բջիջների բջջաթաղանթի բջջապատի կառուցվածքի մեջ, ինչպես նաև խիտինը եւ մանանը, որոնք մտնում են սնկերի բջջապատի կառուցվածքի մեջ։ Պաշտպանական, որը մտնում է ուրեմն որպես կանոն լորձի բաղադրության մեջ, բակտերիաների լորձի բաղադրության մեջ, ինչպես նաև բջիջների միջև կապ հաստատող, որը որ հատուկ ածխաջրային կամրջակների միջոցով երկու բուսական բջիջների կապն է ապահովում եւ սննդանյութերի ուրեմն տեղափոխումը, ինչպես նաև պաշարային ֆունկցիա, որը մենք հստակ նկատեցինք օսլայի գլիկոգենի օրինակով, ինչպես նաև խիտինի օրինակով, որը նշեցինք խեցգետնակերպերի խեցիներում, ինչպես նաև միջատների ուրեմն թևերի կառուցվածքի մեջ։ Եվ շատ կարևոր նրա ածխաջրերի գործառույթի մասին խոսենք, էներգետիկ գործառույթը։ Ածխաջրերը հանդիսանում են առաջնային էներգետիկ աղբյուրները մեր օրգանիզմի եւ ճեղքավորվելով անջատում են այնքան էներգիա, ինչքան սպիտակուցները 17.6 կիլոջոուլ էներգիա։ Իհարկե նշեմ, որ նախընտրությունը մեր օրգանիզմը տալիս է ածխաջրերին, ոչ թե սպիտակուցներին, քանի որ սրանք ավելի հեշտ են ճեղքվում։ Ընդհանրացնենք նաև հատկությունները ածխաջրերի եւ ասեմ, որ ածխաջրերը որպես կանոն մոնոսախարիդները հիդրոֆիլ տիպի եւ քաղցր համ ունեցող ուրեմն շաքարներ են, ածխաջրեր են, իսկ պոլիսախարիդները հանդիսանում են որպես հիմնականում հիդրոֆոբ տիպի ջրում չլուծվող ածխաջրեր։ Իհարկե բացառություն է կազմում օսլան, որը կենսաբանության գրականության մեջ որպես կանոն նշվում է որպես հիդրոֆիլ տիպի նյութ, եւ նշեմ նաեւ, որ մոնոմերների քանակի ավելացման զուգընթաց տեղի է ունենում ուրեմն լուծելիության փոքրացում եւ արդեն պոլիսախարիդներում մենք նկատում ենք հիդրոֆոբ տիպի նյութեր եւ ինչպես նաեւ անհետանում է դրանց քաղցր համը։ Շնորհակալություն, կարծում եմ նյութը մատչելի էր եւ կարողացաք յուրացնել։